Պարոն Բագրատունի, ըստ էության այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սկզբից որոշում է Հայոց ցեղասպանության հարցը տանել Քնեսեթ, որպեսզի ընդունվի, բայց որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, Ադրբեջանից հնչող ճնշումների ներքո Հաջիևի զանգից հետո մասնավորապես այդ թեման կարծես հանվում է Քնեսեթի օրակարգից, մասնավորապես իսրայելական հայտնի պարբերականներից մեկն էր այդ մասին գրել եւ ասել էր, որ իսրայելցի պաշտոնյաները վստահեցրել են ադրբեջանցի պաշտոնյաներին, որ պետք է հարցը հանվի։ Ինչ է սա նշանակում ձեզ, նախ սկսենք նրանից խոսենք, որ ինչու տարավ, ինչու փորձում է Նեթանյահուն այսպիսի ճնշող օղակով, հա, ճնշել Թուրքիային, Ադրբեջանին, բայց հետո փոշմանում է կես ճամփին։ Հիմա կենտրոնեմ զղջալու խնդիր չի գա, եւ այս ցեղասպանության ճանաչման հարցը 2016-17-ին արդեն Իսրայելի մեջ հրաբարակի վրա էր, քանի մարիտով խոսված էր։ Արդեն թվականը, որու մասին որ կառավարությունը որոշումը արավ, ինքն իր մեջ արդեն կասկածելի թվական էր եւ պետք է ասել, որ կորզականացնելու շատ համոզում չկար մեր մոտ, որ Քնեսեթը կգնա ճանաչել հայոց ցեղասպանությունը, որովհետեւ բարձավես աշխարհատարածքի զանազան երկիրներում մեջ Արավել Միացյալ Նահանգներ, Իրան այդ բادرազմի մեջ եւ համացանակրի մեջ եւ Թուրքիո խաղացած թիրքին հետևանքով Իսրայել փորձեց բարձրապես ներողություն ստեղծել եւ գարենա ապրահենդ ունենալ խաղաթուղթ որ գարենա սագարգել Թուրքիո հետ որոշ ժամկետիմը որոշ քանի օրվա մեջ եւ այդքան անգախ այն իրողութեն են, որ եթե բացարձակի մեջ պիտի առնվի եւ բնական պայմաններում մեջ որևէ պետության կողմէ հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ բնական խնդիր կգտնա տվիլ, սակայն Իսրայելի կողմէ կատարածը զուտ մարտավարական շարժում մներ, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան, հիմնականի մեջ Թուրքիան դժվարության մատնեն։ Երկրորդ խնդիրը բնականաբար նաև քաղաքական եւ անցնող ժամանակաշրջանի ամբողջ այսպես հոլովույթ եթե հետևինք մեկ կողմը Իսրայել մեծակույն օժանդակն է Ադրբեջանի, որը հստակորեն Ղարաբաղի, Արցախի խնդրով ցեղասպանություն կործեց եւ Իսրայել կորձակցեցավ, հովանավորեց, մասնակցեցավ, զինեց, երկրորդը Թուրքիո հետ իր հարաբերություններու բնականon շահանակությունն է, ոչ ոք թող հավատա, որ հագարակ այս հրեդորապանության լա Թուրքիո, լա Իսրայելի կողմէ, որ հիմնական հարցերում մեջ իրենք դարագարձիկ են, թե զինվորական օժանդակությունները կշարունակվին, թե տնտեսական գործառնությունները կշարունակվին, մնացյալը իմ կարծիքով սոսկ ժողովրդահաճո պոպուլիստ արտահայտություններ են յուրաքանչյուրը իր երկրին մեջ ընտրություններու նպատակակետը ունին, երկրորդ նաև որովհետև Թուրքիան Էրդողանը այս վարակային գուզե ամբողջ իսլամական եւ արաբական երկրներուն մոտ ունենա այն թիրքը, որ ինքը իսլամության եւ արաբականության պաշտպանն է։ Ասկե ավելի կարելի չէ անգերձորեն դիտարկել, կհուսանք, որ օրմե Իսրայելը հանուն մարդկության դեմ գործված ցեղասպանության եւ ոչերին ճանչնա, սակայն ոչ կառավարության հայտարարության ընթացքին եւ ոչ այնուհետեւ կենթադրեմ մոտ, որ հայկական շրջանակներում մոտ նվազագույն իսկ գարձիկը չկար, որ Իսրայելի Քնեսեթը պիտի ճանչնա եւ փաստորեն Ադրբեջանի մեջ սիոնիստ ռեական լոբին ինքը նախաձեռնություններու թիմած է Իսրայելի մոտ
քնեսեդի անդամներու մոտ, ներառյալ կառավարության անդամներու մոտ, որ նման միջոցառումի չդիմեն եւ քնեսետը չջանչնա հայոց ցեղասպանությունը։ Հանկրվան մներ բարձաբես, որ անցուցին փոխադարձ շահերու հիման վրա։ Պարոն Բագրատունի, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, ըստ էության Իսրայելը ուներ շահ ճնշել եւ այսպես ասած խաղաքարտ ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում, որովհետեւ այսօր նույն Իսրայելը, նույն Նեթանյահուի կառավարությունը ցեղասպան գործունեություններ է իրականացնում ոչ միայն Գազայում, այլ նաեւ ձեր Լիբանանում, հարավում։ Գիտենք թե ինչքան մարդիկ են այս օրերին, այս պատերազմական իրադրության ժամանակ Լիբանանում մահացել, անօթևան դարձել, տեղահան եղել իրենց բնակավայրերից։ Ուզում ենք իմանալ հիմա ընդհանուր առմամբ վիճակը որ ինչպես է եւ արդյոք Իսրայելը որքան էլ որ ցանկանա այդ պոպուլիստական հայտարարությունները անել ու շահել որոշակի չափով հայ համայնքի, այսպես ասած, սերը, որովհետեւ գիտենք որ շուտով ընտրություններ են տեղի ունենալու եւ բոլոր կառավարություններն էլ ընտրություններից առաջ որոշակի լծակներ փորձում են, այսպես ասած, բանեցնել, որպիսի որոշակի ձայներ գողանան։ Հա, այս ամեն ինչը հաշվի տակ դնելով, նաեւ ունենալով Լիբանանի օրինակը, խոսենք այս թեմայի մասին։ Եվ Լիբանանում տեղի ունեցողին եւ իհարկե արդյոք Նեթանյահուի կառավարությունը այն կառավարությունն է, որը պետք է խոսի ցեղասպանության ճանաչման մասին։ Հիմա գիտեք, բացարձակի մեջ ճիշտ չէ ասել, որ այս կամ այն կառավարությունը պետք չէ խոսի ցեղասպանության ճանաչման մասին, ասի հայկական իբրև մտածողություն։ Այո, քաղաքականորեն եւ գործական կետնի վրա ցեղասպանը ցեղասպանություն չի գտնար ճանաչել։ Ցեղասպանին այդ գործակցողը ցեղասպանություն չի գտնար ճանաչել։ Բնականաբար թափումը գդրեցին, որ իրենց հոլոկոստեն զատ նաեւ հայտարարություն է, որը գտնա որոշ քաղաքական արժեք ունենալ, որ նաեւ Իսրայել պատրաստ է ճանաչելու այլ ժողովուրդներու թեմ կատարված ցեղասպանական ոճիրները։ Հիմա ընդրական իմաստով այո, Նեթանյահուն ընդրական որոշ այսպես զեղում ունեցավ, դերևս բառը լավագույնն է, բայց հայկական իմաստով ես անգերձորեն չեմ գիտեր գրավյալ Պաղեստինի մեջ, Երուսաղեմի մեջ ինչքանով այս ճանաչումի քաղաքարը ինեբաց իրեն քվեարկելու կամ թիվը ինչքան է հայության որ գնա աստու աստեցություն ունենալ իր վրա սակայն այլապես կետարապական երկրներու մեջ ապրող եւ իսլամական երկրներու մեջ ապրող հայկական զանգվածները համարյա թրական ծավալ չընդունեցին այս մեկը գիշեք չէ նաեւ Ֆրանսիայի նկատմամբ Թուրքիան օրին երբ Ֆրանսիան ջանցավ եւ քրեականացուց ցեղասպանությունը մեր ժողովները հանգարց Թուրքիան Ալժիրիա օրինակը հերավ նման բաներ քաղաքական իմաստով կգանխադեսվին եւ վերջին հաշվով ցեղասպանության ճանաչումը խաղակարտի մը կվերածվի շատ ավելի մեծ դնդեսական քաղաքական աշխարհագրական, նավթի, գազի, զինվորական համաձայնագիրներ իրականացնելու համար կամ բարելավելու պայմաններ։ Այս ծիրի մեջ կարելի է տեսնել Նեթանյահուին գադարած քայլը, որ կենտրոնացել իր սաղմի մեջ արդեն վիժած ծնունդ բաներ։ Այլապես այո, կշարունակվի ոճիրները Գազայի մեջ, կշարունակվին ոճիրները Լիբանանի մեջ, կշարունակվին զանազան նախաձեռնությունները քաղաքապար թե հրաբարագավ, թե ջնշումները Իսրայելի կողմէ Միացյալ Նահանգներու վրա, որ շարունակի Իրանի ռմբակոծումները, թիրախավորումը եւ կամ որ արաբական գաղտնի երկրներու մեջ Միացյալ Նահանգները արդեն որոշ այսպես փիրդ վերապերում ունեցած է ավելիով այդ վերապերումը ծանրացնե սակայն ըստ երևույթին ներկա այս մեկ-երկու շաբթվա մեջ Միացյալ Նահանգները այդքան ալ դրամատիկ չեն Իսրայելի բանջարում խաղացում տալու
Եվ խոսենք թերևս վերջին իրադարձություններից, այն է, որ Լիբանանի նախագահը գնաց Վաշինգտոն, նախ հանդիպեց Ռուբիոյի հետ, ինչպես նաև հանդիպում ունեցավ Թրամփի հետ։ Պարոն Բագրատունի, կխնդրեմ մի փոքր բացատրեք, հա, այս հանդիպումը որքանով էր կարևոր Լիբանանում ապրող մարդկանց համար, հայության համար, որովհետև գիտենք, որ մի անգամ չէ, որ հա Իսրայելը եւ Լիբանանը նստել են բանակցային սեղան հենց Վաշինգտոնի, այսպես ասած, գլխավորությամբ, հովանավորությամբ, ընդհանուր առմամբ վիճակը ինչպես է գնահատում, կբարելավի, կրակը կդադարի, թե ամեն դեպքում Իսրայելի, այսպես ասած, Վաշինգտոնը չի կարող ճնշել Թել Ավիվի միտումները ռազմական։ Գիտեք, ավելի քան 15 տարի է, որ Լիբանանի Հանրապետության նախագահը չի հանդիպած Միացյալ Նահանգներու նախագահին։ Եվ զորավար Ժոզեֆ Ավնի ընդուտեն ետք հագարականոր, որ նախագահը ասկի առաջ Նյու Յորք գտնվեցավ, արիտ չէ եղած նախագահ Թրամփին հետ հանդիպել։ Բնականաբար կարևոր հանդիպում է, անդրադարձ կարևոր հանդիպում է, հատկապես Լիբանանի ներկա գացության մեջ եւ Իսրայելի գրավման լույսին տակ։ Գփորձենք բնականաբար դրական արդյունքները դեսնել եւ այն ինչ որ կետ հրաբարակվեցավ նախագահ Թրամփի արտահայտություններու մեջ կամ Լիբանանի նախագահային արտահայտություններու մեջ դրական տպավորություն գծկի։ Սակայն ադիգա գմնա հայտարարողական մագարտակի վրա, եթե երբեք կետնի վրա կորզական արձագանքներ չտեսնենք կամ կորզականացումը չտեսնենք։ Հիմա առաջինը, որ այսօր բադահեցավ, այն էր, որ Իսրայել քաշվեցավ երկու քյուղերը, որ անցյալի Վաշինգտոնի ավելի ճիշտ Հռոմի մեջ բանակցություններու ընթացքին համաձայնություն կայացած էր, երկու քյուղեր, որոնք գրավված չէին ամբողջությամբ, այլ սահմաններու վրա էին։ Հիմա թե թաքուն ինչ համաձայնություններ կան զինվորական կետնի վրա, բնականաբար ցարտ կարելի չէ գտնել, սակայն պետք է դիտել դրական ձևով եւ այս բոլոր բադահածի մեջ հագարականոր, որ Լիբանան կողմեր գրնգագող կերպով թեմեն ուղագի բանակցություններու Իսրայել-Լիբանան եւ մտավախություն կար անկեղծորեն, որ նախագահ Թրամփը կրնա անակնկալ մանել եւ զորավար Ավնին ներկայության հրավիրել Իսրայելի վարչապետը, որ ցերնվին եւ ադիգա ներքին իմաստով շատ վատ տպավորություն գցկեր, բարեբախտաբար չեղավ եւ ես կհավատամ, որ Լիբանանի նախագահը այդ իմաստով համապատասխան խորհուրդներով պետք եղածը հասուցած էր, որ մենք համաձայն ենք բանակցություններուն ապահովելու համար Իսրայելի հերացումը լիբանանյան հողերեն, քերիներու վերադարձը, վերաշինության արտոնությունը եւ բնականաբար քաղաքականներու վերադարձը իրենց քյուղերը։ Այս բոլորը բանջներ են, որ Լիբանանի նախագահը ներկայացուցած է եւ գհուսանք, որ եթե ոչ շատ արագ, բայց բավական համբերությամբ եւ որոշ դժվարություններով, որոշ անակնկալներով, որտեղ միշտ գտնեն, որ Լիբանանի հարցը առանձնացած չէ։ Լիբանանը գղզի չէ եւ ամբողջ աշխարհադարածքի հարցերուն հետ կապ ունի, Սուրիո հետ զարգացումներուն հետ կապ ունի, Իրանի հետ զարգացումներուն կապ ունի, Հերմուզի հետ եւ այս բոլորս ալ գիտենք դարձյալ չգրտեմ ժամանակի նեղության պատճառով։ Գհուսանք, որ այս հանդիպումեն դրական արդյունքներ պիտի տեսնենք, համբերող պետք է լանք, արագորեն չթադենք հանդիպման արդյունքները, ոչ տեսնենք, որ ամբողջությամբ դրական է, ոչ ալ տեսնենք, որ ամբողջությամբ բացասական է, ընդհանրապես պետք է ամենօրյա հերթով հետևել եւ քաղել այն ինչ որ Լիբանանի համար օգտակար է։